ասածը ոնց բռնացրինք Պետրոս, այսինքն սրան տարել են նշանակել են մատենադարանի տնօրեն, որպեսզի մատենադարանը փակվի, մատենադարանը վերացնեն, որովհետև դա կարևոր հոգևոր մշակութային ժառանգության կենտրոնն է, որը ստեղծվել է ոչ թե ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո, այլ առաջին հերթին խորհրդային իշխանության աթեիստական երկրում Պետրոս, աթեիզմի ժամանակաշրջանում մատենադարանի անունը դրել են հին ձեռագրերի ինստիտուտ, ինչքան մեր ժողովուրդը դարերի ընթացքում հարուստ հոգևոր մշակութային ժառանգություն ստացել եկեղեցական, այդ ինստիտուտի միջը, հիմա քանի որ եկեղեցին պետքա վերացնեն, զուգահեռել պիտի ինքնա չի ասում փոխկապակցված է, դա համար պիտի մատենադարանը վերացնեն, իսկ որպեսզի մատենադարանը վերացնեն ինչ պիտի անեն, պիտի իրանց քաղաքական թիմակիցներից մեկին կնգա տեղակալին, կնի այդ կրթության ոլորտն է վերացնում, իր տեղակալիներ տարի նշանակել են մատենադարանի տնօրեն, որ մատենադարանը վերացնի, սա ոնց բացահայտեցինք